Ընկերներ ողջույն, եկեք այսօր միասին պատրաստենք շատ համեղ բեկոն։ Նայեք, շքեղ բեկոն է ստացվել։ Եվ ձեզ մոտ էլ վստահ եմ, որ կստացվի։ Շատ նուրբ և շատ համեղ։ Հիմա փորձենք միասին, ավելի շուտ իմ օգնականը կփորձի և կարծիքդ ասա։ Շատ համեղ։ Փորձեք, կստացվի բոլորի մոտ։ Մնացեք ինձ հետ և գնացինք պատրաստելու։ Բեկոնի համար մեզ անհրաժեշտ է խոզի միս։ Այսպիսի կտոր է հարկավոր, որտեղ կա և ճարպ, և միս։ Բաժանում ենք կտորների և գնում ենք համեմելու։ Ընկերներ, պատրաստում ենք այնպես, ինչպես ցուցադրում եմ հոլովակում։ Համեմունքներից մեզ անհրաժեշտ է դափնու տերև, սխտոր, աղ։ Չափաբաժինները կնշեմ նկարագրության բաժնում։ Աղ ավելացնում ենք, որպեսզի ընդհանուր մակերեսը ծածկի, և տեղափոխում ենք սառնարան այնտեղ թողելու ենք 5 օր։ Ընկերներ, 5 օր սառնարանում թողելուց հետո հանում ենք, մաքրում ենք աղը, սխտորը վրայից և գնում լվանալու։ Լավ լվանում ենք և դնում պրեսի տակ։ Ընկերներ, 1 օր մնաց պրեսի տակ, նայեք ինչ լավ ձգվել է։ Հիմա կանցկացնեմ թելի վրա, բամբակյա թել եմ ես օգտագործում, այսպիսի թել, շատերի տանը կլինի։ Եթե չէ, սովորական թելի վրա կարող եք անցկացնել։ 2 օր կկախեմ, 2-ից 3 օր, որից հետո ցույց կտամ, թե ինչ ենք անելու։ Ընկերներ, մի քանի օր չորացնելուց հետո հանում ենք։ Նայեք, արտաքին երեսից ինքը լավ չորացել է, բայց ճարպային շերտը մի աննշան փափուկ է։ Նախապես չամանը պատրաստել եմ։ Հիմա թաթախում ենք չամանի մեջ, վերջում ընդհանուր զանգվածից վրան կլցնենք, որպեսզի ամբողջությամբ ծածկի։ Կտեղափոխեմ սառնարան, այնտեղ թողնելու եմ 3-ից 5 օր, որ համը բույրը վերցնի։ 3 օր անց հանում ենք սառնարանից, չամանը հավասարաչափ տարածում և կախում, որպեսզի չամանը վրայից չորանա։ Ընկերներ, ահա և վերջնական տեսքը։ Բարակ շերտ չաման։ Հիմա կտրեմ և միասին տեսնենք։ Նայեք ինչ շքեղ է ստացվել և շատ նուրբ։ Հիմա փորձեմ։ Հրաշալի համ ունի։ Մի հատ դուք էլ փորձեք։ Շատ համեղ է։ Շատ։ Պատրաստեք այս տարբերակով, բաժանորդագրվեք իմ ալիքին։ Ձեզ հետ Մարիանան էր, լավ մնացեք, կհանդիպենք, առայժմ։